Շարունակում ենք մեր հաղորդումները։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գյուլնար Ղարաբաղլու հայաստանյան իրողություններին նվիրված հաղորդաշարը։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ավարտից անցել է գրեթե 5 տարի, սակայն Հայաստանում դեռևս շարունակում են պարզել ամոթալի կապիտուլյացիայի պատճառները։ Քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը հանդես եկավ Հայաստանի նախկին ռազմական եւ քաղաքական ղեկավարության կոշտ քննադատությամբ։ Նա Քոչարյան-Սարգսյան ղեկավարության տարիները համարում է երկրի պատմության ամենաամոթալի շրջանը։ 30 տարի իշխանություն եք եղել։ Ինչ եք ուզում։ Դուք 20 տարում ինչ բանակ եք ստեղծել, քանի գեներալ ունեք, ընդ որում հուշեն, ասեն Խոզաբա չլնի, 120 կիլո չլնի այդ գեներալը, գող չլնի, դղյակ չունենա, ունեք այդ ձևի գեներալ, եղել է, գոնե 90 կիլոից ներքև քաշ ունենա։ Ես ժամանակին այդ լավ բան է իրենց խորհուրդ տվել, Սերժի ժամանակ եմ ասում եմ եք նիհար եղեք, արա որ փախնելուց կարողանաք, 120 կիլո գեներալ կլնի, 120 եք բոլորդ, գլորվում եք։ Պարզվեց նայց մեջը բան կա, ես վերջերս եմ իմացել մի քանի ամիս առաջ, որ ես ապուշները, գեներալիտետը, որ Մոսկվայի համար Ղարաբաղը հանձնեց ուրեմն Ադրբեջանին, դա են արել, չէ, ուրեմն սրանց փոխանակ ուղեղները զարգացնել, են բանի Միկլուխո Մակլայի ժամանակվա են վայրերիների օրին են, ուրեմն ուսադրիները ոսկի են աստղը ոսկի են սարքում, հատուկ ինչ-որ արհեստանոց կա, ոսկերի չկա, են որ ուսադրիներին աստղ է դրվում, գեներալը գնում ընտեղ աստղ է, որովհետև իրենց ուղեղն ենքան արժեք չունի, որ գեներալի աստղը բդիրես փայլեցնի։ Տեսանք ոնց եք Ադրբեջանից փախեք, գոնե լռեք, գոնե գնացեք են, Թումանյանն ասում է, մազերը պետեք, գժվեք, ընտեղ միտեղ կամ էլ գողացածը կերեք, որը չեք վայելելու, վախենում են, որովհետև գիտեն, որ Նիկոլի այս պարագայից այս կան ասած, կարող է նոր ուժեղ իշխանություն ձևավորվի եւ վերցնել իրենց ոնց ասեմ իրենց զոքանչներին իրենց գլխին տան եւ սեփականության հարցը դավաճանության մեջ սեղան դնել։ Լևոն Շիրինյանի խոսքով Հայաստանում ստեղծվել է ծիծաղելի իրավիճակ։ Ինքնալուծարված անջատողական ռեժիմի այսպես կոչված պաշտոնյաները փորձում են իրենց հերոսներ ներկայացնել։ Նա վստահ է, որ հայ ժողովրդի աչքում այդ մարդիկ հանցագործներ են, որոնց համար կարևոր էր միայն իրենց սեփական գրպանը։ Նա քննադատության ենթարկեց նաև առաջին Ղարաբաղյան պատերազմի հրահրողներից մեկին՝ Զորի Բալայանին։ Ինչ հաջողության մասին կարող է խոսել, ինչ են փրկել։ Իրենց լեշը, հա, ինչն են փրկել։ Եվ դրա համար ես ասեմ, որ մի ուրիշ բան կա, մենք պետք է բոլորս միացել, իշխանությունը պետք է բացատրի, որ ժողովուրդ ջան, այ Արցախահայեր, դուք Ղարաբաղյան կլանի հետ կապ չունեք, դրանք ձեր կործանման մեղավոր է։ Հնացած առաջարկ ունեմ, քանի որ ձեր գլխին փորձանքը վերել է Զորո Բալայանը, գաղափարախոսը իր բանդայով, կամ իր մասնագետներով, հիշում եք, չէ, պետք է գրավեին Երևան, հետո Բաքուն գրավեին, այն էլ փոստի մեջ են գան, Երևանը գրավեցին, այն կամրջի մոտ հագարայի բանի մեջ են գան։ Հիմա գնացեք Քոչարյան, Ռոբերտը, այն Մայրապետյան կենտրոն իրենք չէին քանդում, ինչ կան լսել եք, տները մտեք ապրեք։ Տեսեք ինչ են, գնացեք տները մտեք, իրենք են ձեզ տեղ անարել։ Դրա համար դուք բանդան գնացեք Քոչարյանի տներն ապրեք, Սերժի, վզներից բռնեք տնած տները մտեք ապրեք։ Այդ ունեցվածքը ձերն է, նրանք ձեր թշնամիներն են։ Իրենք Մոսկվայում բանը գործարքի մեջ են եղել, իհարկե ինձ թվում է, այս մի խմբի ղեկավարներ Բակո Սահակյանն եղել։ Սրանց Պուտինին պիտի խնդրենք, ասենք սրանց դեռ փողոցից տան, դենք լեցավ տանեմ, մի օր մեկը տանելու է։ Լևոն Շիրինյանը, ինչպես շատ այլ փորձագետներ, Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուշացումը կապում են ադրբեջանցիների նկատմամբ ատելության խորը արմատներ ունեցող քարոզչության հետ։ Նախկին իշխանությունների գործողություններով սնվող ռևանշիստական տրամադրությունները դեռևս ապրում են հայ հասարակության մեջ, որը շարունակում է ազդել քաղաքական իրավիճակի վրա եւ խոչընդոտել տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը։ Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ միայն խաղաղ եւ բարիդրացիական հարաբերությունները Ադրբեջանի հետ կփրկի Հայաստանը կործանումից, երկիրը դուրս կգա բլոկադայից, մարդիկ էլ լավ կապրեն։